Պատահում է կես գիշերն անց քնած ես, տեսնում ես հերթական աբսուրդային, բայց հաճելի երազը, մեկ էլ հոպ, ինչ-որ մեկը գիշերով վարում է մեքենան, ակտիվանում է ու որոշում է ակտիվ ռիթմի մեջ ներքաշել նաև շրջակա շենքերի բնակիչներին։ Ռիթմիկ երաժշտության ակամա ու կնդիրներն էլ պատահաբար պարզվում են, որ շատ հարուստ ուշունցների պաշար ունեն։ Քաղաքների տարբեր թաղամասերում պարբերաբար կրկնվող այս երևույթը տեղը տեղին հոգնեցրել է մարդկանց։ Երբ է ի հայտ գալու ինչ-որ միջոց, որը կփոխի համակեցության կանոնների վրա թքած ունեցող մարդկանց այս պահելաձևը, իրավապահները կարծես գտել են նման միջոց։ Պատոհանների տակ կամ քաղաքի փողոցներում բարձր դեցիբելով երաժշտություն լսողների համար որոշակի խնդիրներ են ի հայտ եկել։ Բարեկային ծառայողներն այս օրերին կանգնեցնում են մեքենաների եւ ապամոնտաժում ոչ գործարանային կահավորման աուդիո համակարգերը։ Այստեղ իհարկե հարց է առաջ գալիս. Արդյոք մեքենաներում կահավորված աուդիո համակարգերի ապամոնտաժումը կփոխի հակահասարակական պահվածքը։ Գնորդը ընտրում է, ասենք, ինչ կոմպլեկտացիայով պետք է իր աուդիո համակարգը օրինակ լինի։ Սա ամենաբեյսիկ տարբերակն է։ Բարձրախոսները ուրեմն դռների վրա են, հետևի պոլկին է ապակու եւ ունի ստանդարտ բուֆերներ, սիձելնիկի տակ։ 3 տարի առաջ Տիգրանը որոշեց գնել այս ավտոմեքենան։ Ամեն ինչ ոնց որ ասում են, նրա սրտով էր, բացի աուդիո համակարգից։ Հիմա այս սիձելնիկի տակի բուֆերներն են, որը լսեցիք ղռռումը։ Ու այդքան էլ խորը բաս չի տալի։ Դրա համար ես փոխարինել եմ մի հատ ուրիշ փոքրիկ բուֆերով, որը դնում էի բագաժնիկում։ Շատ ինքը համեստ բուֆեր էր, բայց քիչ թե շատ որակական ինչ-որ բան ապահովում էր ինձ, որպեսզի ես հաճույք ստանամ երաժշտություն լսելուց։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունն ակտիվ շրջում է քաղաքում եւ տուգանում ձախ բուֆերներ տեղադրողներին, Տիգրանը կանխավ ապամոնտաժել է իր աուդիո համակարգը։ Բայց հարցն այն է, որ ավելի թանկ կոմպլեկտացիայի մեքենան հենց գործարանից կարող է շատ ավելի աղմկոտ համակարգ ունենալ։ Բարձր կոմպլեկտացիայի մեքենան ունենում է ուսիլիցել առանձին դրած։ Հիմա իմ մոտ դրած է մենակ մագի հնարավորությունները, այսինքն ինչ հզորություն ունի մագը, դա ուսիլիցելը դրվում է նորից բագաժնիկում, Զավադսկոյի ուսիլիցելը դրվում է բագաժնիկում, որը օրինակ կարա լինի 200 վատ, բայց դու օգտագործես իր կեսը, որպեսզի մաքուր հնչողություն ունենաս։ Իրավապահների մյուս թիրախը ոչ գործարանային կահավորման լուսարձակներն են։ Հաճախ հին մոդելի ավտոմեքենաների վարորդները դիոդային նոր լուսարձակներ են տեղադրում իրենց մեքենաներում։ Կասկածիք, որ դրանք կարող են կուրացնել հանդիպակաց ուղու մեքենայի վարորդին։ Լուսարձակների լուսացրի գծման անկյունը դու ես որոշում։ Մեջը կտեղադրես հզոր LED լամպ, թե հալոգենի լամպ, այսինքն վոլֆրամով սովորական լամպ, դա դիմացինին կուրացնելու հետ ընդհանրապես կապ չունի։ Ինչի մասին է խոսքը։ Հանդիպակաց ուղով ելթևեկող վարորդներին կուրացնելու փորձ եղել է նաև ոչ դիոդային լուսարձակներով, հալոգենային հին լամպերով։ Պատճառը լամպի դեպի ճանապարհ ուղղման սխալ անկյունն է։ Իրա կարգավորիչ հատվածն է, վերև ներքև անող հատվածն է։ Երբ որ դու ձգում ես, այս գլազը բարձրանում է վերև։ Երբ որ թուլացնում ես, ինքը իջնում է ներքև։ Այսինքն կարգավորումը սխալ անելու դեպքում, եթե սա դու շատ ես ձգում, բարձրացնում է, այսինքն երբ որ լուսարձակը բարձրացավ, դիմացինին կուրացնում է։ Սա մեքենայի ամբողջ սրահի մեջ է լույսը։ Իսկ եթե ես կարգավորումը տալիս եմ ճիշտ, դիմացս ունենում եմ լավ լույս, ու չեմ խանգարում բացարձակապես ոչ մեկի։ Ենթադրվում է, որ իրավապահների կողմից տեխնիկական փաստաթղթերով չհաստատված լուսարձակների մասով եւս սկսվելու են շրջայցեր, բայց այստեղ էլ հարց է առաջ գալիս. ինչով է գործարանային տեղադրման դիոդային լամպը առավել խանութից գնացից, այսինքն հզոր լուսարձակներ կարող են տեղադրել նաեւ գործարանում։ Դրսից բերված բոլոր մեքենաների հիմնականում բոլոր 70% մեքենաների դիմացի հատվածը լուսարձակները վնասված է լինում, ու այդ լուսարձակների տեղ տեղադրվում է փոխարինող լուսարձակներ, այսինքն ոչ օրիգինալ։ Փոխարինող լուսարձակների եւ լարերը, եւ մեջի կառուցվածքը, եւ դետալները չեն համապատասխանում հալոգենի ստանդարտին։ Խնդիրն այն է, որ պայքար տարվի վարորդների կողմից ճանապարհներին այլ վարորդներին կուրացնելու երևույթի դեմ, ոչ թե հզոր լուսարձակների։ Իսկ ինչպես են այդ խնդիրը լուծել արտերկրում։ Այնտեղ ոստիկանները կարող են տեղում ստուգել, արդյոք լուսարձակների ուղղությունը ճիշտ է։ Ինքը եզրակացություն չի տալիս այդ լույսը, որ
անօրինական է կամ փոխարինված է, ինքը ասում է, որ նախնական սա լուսավորությունը ճիշտ ստանդարտին չի համապատասխանում, ըստ դրա ուրեմն ինչ են անում, էլի համարները արգելավում են, ուղարկում են ուրեմն տեղզնման կայան, նայեք էլի ինքնուրույն չեն անում, էլի այդ այսպես ասած պլաշատկա չեն տանում, ուղարկում են տեղզնման կայան, որտեղ որ անձը կվերացնի խախտումը։ Միևնույնը կարելի է իրականացնել այստեղ, օրինակ, մեքենայի խլացուցիչի ներսում աղմուկի բարձրացմանը հանգեցնող միջամտության հայտնաբերման դեպքում։ Հիշեցնենք, բարձր աղմուկ արձակող գործարանային նորմատիվներին չհամապատասխանող խլացուցիչները ևս օրենքից դուրս են։ Դա պիտի փոխանցվեր այդ լիազորությունը, որը հիմա էլ կա տեղհասմոտրը։ Ոստիկանը հայտնաբերեց, արգելավեց, ենթադրենք մեքենայի համարանիշները, տվեց ժամանակավոր համարանիշներ, ասեց ընկեր ջան 10 օր ժամանակ գնաց տեղզնման կայան, տեղզնմանցնես 10։ Թող տեղզնման կայանը խափի, ոչինչ։ 1-2 հետո տեղզնման կայանը արդեն լիցենզիայից կզրկվի։ Ինչ վերաբերում է աուդիո համակարգերին, խնդիրն այն է, որ ոչ գործարանային կահավորման համակարգերի առգրավումը չի ապահովագրում մեծ մեքենաներից հնչող բարձր երաժշտության ունկնդրումից։ Գործարանային աուդիո համակարգերով էլ կարելի է կիլոմետրանոց շառավղով խաթարել մարդկանց հանգիստը։ Պետք է նստեն մտածեն, թե ոնց լուծում գտնեն, որպեսզի օրենքը ազդի օրենքը խախտողների վրա, այսինքն անշնորհքների, անդաստիարակների, չգիտեմ, ով որ շնորհքը չի պահում նենց, ոնց որ պետք է։ Այսինքն իսկ իրանք հանել են մի հատ օրենք, որ շնորհքով անշնորհք սաղ ընկնում են դրա տակ։ Իսկ ինչ լուծում կարելի է տալ այս խնդրին, երևույթի, ոչ թե տեխնիկայի դեմ պայքարելու համար։ Օրինակ, քաղաքի փողոցներում տեղադրված տեսախցիկներին կարելի է ինտեգրել ձայնի սենսորներ, որոնք կֆիքսեն մոտեցող մեքենայից հնչող երաժշտության դեցիբելներով նորմատիվի խախտումը, իսկ նույն ժամանակ տեսախցիկը կգրանցի օրինախախտ մեքենայի համարանիշերը։ Տուգանքի վերաբերյալ ծանուցումն էլ կուղարկվի նրա հասցեին, այսինքն կպատժվի համակեցության կանոններ խախտողը, ոչ թե մեքենայում ուժեղացուցիչ ունեցող կամ չունեցողը։ Իսկ մինչ այդ դաշտում քաոս է։ Արմեն Նաթալյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։